Որոշակի ճգնաժամ, որը միջադեպերի թվի ավելացման հետևանք է, Իսկանդարյանն այսպես է բացատրում լարվածությունը շփման գծում. հրամանները Բաքվից են, Ադրբեջանն այդպես վարվելու պատճառներ ունի։ Мотивация политическая. У Азербайджана есть мотивация, чтобы были перестрелки на границе. Մոտիվացիան քաղաքական է։ Ադրբեջանը մոտիվացիա ունի, որ շփման գծում փոխհրաձգություն լինի։ Փոխհրաձգությունը ռազմական գործողությունների չի վերածվի։ Ադրբեջանը վստահ չէ, որ կհաղթի։ Բաքվին հետ է պահում ուժերի հավասարակշռությունը, ընդգծում է քաղաքագետը։ У стороны, которая начинает войну, Որպեսզի պատերազմ սկսվի, սկսող կողմը գոնե 50-ից 60%-ով պետք է վստահ լինի, որ հաղթանակը հնարավոր է։ Ադրբեջանին մեկ սցենար է ձեռնտու։ Մեկ շաբաթում տանկային արագ հարվածով ճեղքել պաշտպանությունը եւ հասնել Հայաստանի սահմանին, մինչեւ միջազգային հանրությունը կհասցնի միջամտել։ Դա ռազմատեխնիկական առումով անհնար է։ Ցանկացած այլ սցենար Բաքվին ձեռնտու չէ։ Մինսկի խմբի համանախագահներն առաջին հերթին դիվանագետ են, ոչ թե պատժող ուժ։ Ըստ քաղաքագետի նրանց ընդհանրական հայտարարություններին ըմբռնումով պետք է մոտենալ։ их задача не быть пророком Моисеем. Նրանց խնդիրը չէ Մովսես մարգարե լինել ու ժողովրդին ճշմարտությունը ասել։ Նրանց աշխատանքն է պահել բանակցությունների գործընթացը։ Չեն կարող վիրավորել կողմերից մեկին եւ խնդիրը պատժելը չէ։ Կարճաժամկետ ու անգամ միջնաժամկետ հեռանկարում Իսկանդարյանը խնդրի կարգավորում չի կանխատեսում։ Առավելագույնը, որ կպահպանվեն ստատուս քվոն է ու բանակցային ձևաչափը։ Արկադի Գրիգորյան, Վայե Եղիազարյան, ժամը լրատվական։